Գնում ենք մեր աղջկա ծրունդը Խոյնաստանն անենք, եկեք։ Տուկ, տանը մարդ կա։ Բա որ է տան մարդը։ Աղջիկներս արդեն իմացաք, քանի որ Սուսան տատիկին ծոռ ա ծնվել, նշում ենք։ Հիմա գնում ենք գարեջուր առնենք։ Հա։ Կանջատ եմ լույսը։ Սենց ավելի սիրուն է։ Ասինք այսօր էլ Աննաս տանը հավաքվենք։ Միշտ իրանք են իջնում, մենք էլ հաց ամեն ինչ սարքեցինք ու բարձրացանք վերև։ Մինչև Աննան սեղանը գցի, մենք կվերադառնանք։ Բոլորի տանն է թող այս ուրախությունը լինի, ամեն օր մանկանց պիչեր լսվեն, հա, նոր ծնունդներ լինի և շարունակական լինի։ Առողջ երեխեք ծնվեն, մեծանան, իրենց մամայով, պապայով, տատիկներով, պապիկներով ուրախանան երեխեքը։ Ահա։ Հասանք։ Մոտիկա։ Այն ժամանակ ոտով են գալիս գնում։ Մարդ կա։ Արտուկ եմ եք։ Ահա։ Կաղա արդեն փակում են։ Քանես նա, 8:30 է։ Քանում ես։ Հա, ես ու իմ ամուսինն եմ, որ ասում են կազմը պատով։ Հա, էլիքա, շատ էլ է։ Չես ասում, բարև ձեզ։ Մաման ինչ ա բեր է իր աղջկան։ Վաֆլի, պիչինի։ Ես տեսակ պիչինինը շատ են սիրում։ Վաֆլի ես ուզում։ Բացեմ։ Եսա բացեմ։ Գնա նստի, մաման բերում ա։ Красиво։ Բարև ձեզ, համով ա։ Հա։ Համով ա, եկեք սուրճ խմելու աղջիկներս։ Իմ հերախոսի վրա եկան վիրուսներ ա գալում։ Իսա խիճա, հազայելի կապշկատ հացած։ Մենք հավեսի պիչենի կերավ են բար, կարտով կերավ, ես էլ լծի չկերավ։ Ուզեց։ Ուզա։ Ոչ ես կլու չի թողու շարժ են։ Չեր թողում յորմանը սերես են, բայ լվասն է վդեղ ամերիս, ճաշ տնեմ լվաս տանեմ։ Են տեղու բաղլիներ չկա։ Это не чай, это кофе. Там վերցնեմ։ Հիմա ուղիղ 200-ից ավել։ Սա։ Բարև ձեզ։ Ինչ ես անում։ Չայ խմում ես։ Այ մաղջիկ։ Տեսեք։ Ինչին։ Վլոգ ա վարում աղջիկա, արդեն ասա բարև ձեզ։ Ոնց եք։ Կարակ բերեմ։ Մարազիկից դեմ։ Չկներ կատերատ։ Հավայ ճիշտ է տեկնում։ Մեջը դուրն կատերատ։ Կդոր բանով ա։ Ամանով։ Եկեք աս աղջիկներս։ Եկեք կոֆե խմելու։ Իչայ խմելու։ Ով ա խմում չայ։ Պապիկը։ Եսի չէ ուրիշ ամանով կա։ Էլի կեզ էր աղեղը։ Ոնց ա խմում պապիկը։ Ենգնա ոնց ա խմում։ Տատիկը ոնց ա քնացել, տատիկը ոնց ա Ոնց ա քնում տատին։ Լացույց դու։
10-11 րոպե։ Վայ։ Սիս քան։ Ախր 7-ին ես իմեդևից Էլինաս էլա։ 7-ը չկար, որ եկավ Գյորգին երեխին ես զարթում էի։ Ես եմ տոյի։ Շնալ մնացել եմ։ Չէ, դել եմ արդեն։ Մայ 7-4 էր։ Դա դու զբաներ։ Էսի բանը բուձելիկը զարգացած։ Ոչին համով է։ Շատ համով է։ Նի Խմեմ կոֆես։ դա Իրեն բուձելիկը նայեցել եկալ, ես կան կամսը առաջ։ Давай Դերսումն է սոտ եղանակ կամ մառոս։ Մառոզա դուրսը։ Շատ սուրտ է, արդեն սառում է։ Ջանում կնեք այդ վիշնային վերացնեք։ Վիշնյանով է։ Պետրային վիշնային շատ։ Կամ ես ուզում գնամ։ Գնամ։ Հարցեր կա, դու հարցերին պատասխանեմ ու նոր գնանք։ Ինչեւ ստեղ գիտեք, չէ՞, վիպեն չի միանում, ոչ մի բան չեն կարողանում անել։ Պետք է բացենք, կարդանք, հարցերին պատասխանեմ ու նոր գնանք մեր գործերին։ Բավականին հարցեր արկուտակվել։ Հիմա համ հարցը կկարդամ, համ պատասխանը կտամ ձեզ։ Ամենայն անկեղծությամբ, այսպես եմ ասում, առանց որևէ գաղտնիքի։ Բայց չգիտեմ, պահել եմ այդ հարցերը։ Նկար էի տեղադրել եւ գրել էի գրեք ձեր հարցերը, տեսահոլովակի տեսքով կպատասխանեմ։ Ընդամենը 2 հարցեր, քանի դեռ շատ չուշացել այդ հարցերին պատասխանեմ։ Չմտածեք անտարբեր եմ անցնեմ։ Էլ ինչ է հարցեր կար։ Մնացած հարցերին տեսահոլովակներում պատասխանում եմ, դուք գտնում եք ձեր հարցերի պատասխանները։ Մի հատ հարց կար է։ Հայ, YouTube-ում վլոգերները գումար վաստակում են, թե ոչ։ Գումարը գալիս է լայքից, մեկնաբանությունից, թե տեսադիտումից, այսպես գրել էին։ Իհարկե YouTube-ում կարող եք գումարներ վաստակել, ասել եմ ու կասեմ։ YouTube-ը այն հարթակն է, որտեղ քեզ ընդունում է աշխատանքի, վարձատրում է, քո աշխատանքի դիմաց գումարը գալիս է դիտումների քանակից, լայքերը, որ լայք եք դնում, լայքը գումար չի բերում։ Բայց լայքը օգնում է չի բացեմ։ Բայց լայքը օգնում է տեսահոլովակին, որպեսզի ինի ռեկոմենդացիա։ Մեկնաբանությունը նույնպես մի գրում եք, վլոգերը պատասխանում է, այդպես արդեն իրանք տեսնում են, որ դուք լավ ակտիվ եք ձեր էջում, ու այսպես ձեզ գցում են ռեկոմենդացիա։ Եվ ձեր դիտումների քանակով ձեզ գումար են փոխանցում։ Այսինքն, եթե մի տեսահոլովակը դիտվում է 7000-8000 հոգի, այդ 7000-8000 հոգուց ձեզ ընդամենը գալիս է 600-700 կամ ամենաքիչը, չէ ամենաշատը կներեք 500 ռուբլի, ոչ ավել։ Հիմա դա գիտեք, այստեղ մոնետիզացիան փակ է, Հայաստանի դիտողներից ընդհանրապես գումար չի գալիս, իսկ գումար գալիս է միայն օտար երկրներից, այսինքն Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա այդ կողմից է, ովքեր որ այդ կողմից նայում են, մենակ իրանց դիտումներից է գումար գալիս։ Մեկ էլ այստեղ որ VPN-ով նայում են, էլի կոչվում է օտար երկրը եւ այդ ձևեր եթե վճարովի է ձեր VPN-ը, գումար է գալիս, եթե ոչ, ոչ։ Վլոգերները հիմա Հայաստանի, Ռուսաստանի միլիոններ չեն վաստակում, հանգիստ եղեք, կարող եք հանգիստ նայել, տարածել, կիսվել, մեկնաբանել, վերցնեք տակ, այն ինչը որ վլոգերնա ձեզ ներկայացնում, հա, բայց միլիոններ չեն վաստակում, հանգիստ եղեք։ Ես էֆիրի ժամանակ են ինձ գրել, չէ, էֆիրի ժամանակ խոսել եմ սրա մասին, մի հատ կին գրել էր 17000 հոգու է շիտեղ ես դրել, քեզ նայում են, խափում եք, խափեությունով եք զբաղվում, դուք գումար եք վաստակում, մարդիկ էլ աննպատակ նայում են, դե արետ կնգան բացատրի, որ էդ չի, ինչ որ դու ես մտածում, 17000 հոգուց ինձ 17 միլիոն չի գալի, կամ $1000 չի գալիս, հա, չնչին գումարներ է գալիս, աշխատողը աշխատում է, չաշխատողը չի աշխատում։ Եղել է ժամանակ, որ ես ընդհանրապես մի լումա չեմ աշխատել, բայց ես շարունակել եմ նկարահանել եւ եթե չաշխատեմ էլ էլի կշարունակեմ նկարահանել, որովհետեւ ինձ համար
գումարը կարևոր է, նես չի որ կարևոր չի, կամ ավել գումարը փոր կծայք այսպես էլ ասեմ, չէ, բայց ինձ համար կարևորը մարդկային շփումն է, ձեր այդ շփվելը մարդեն մոտ ապրապես ամենամաքուր, այսպես ասեմ, 5-6 տարի, եւ ես չեմ պատրաստվում 2 կոպեկի խաթեր իմեջս կորցնել։ Կշատանանք, կմեծանանք, Փառք Աստծո մեծանում ենք ամեն օր, 2 էջում էլ ունեմ յուրահատուկ անձնավորություններ, որոնց YouTube-ի շնորհիվ եմ ծանոթացել ձեզ հետ, այն մարդկանց հետ, ում հետ ես WhatsApp-ով խոսում եմ, Viber-ով խոսում եմ, Facebook-ով խոսում եմ, ինձ համար այդ ծանոթությունը անգին է, այնպես որ եթե գումարել չվաստակեմ, ես էլի պետք է շարունակեմ նկարահանել, վաստակելուց էլ ասում եմ ձեզ 1000, 2000, 3000 դոլարներ չեն գալիս, հանգիստ կարող եք նայել, լայքել, լայքը օգնում է, որ ձեր ալիքը առաջ գնա, ստեղ չի բալես, ես ուսյո պապիկը սև սուրճ ենք խմում, ինչ ապա այս կոֆեի տանունը, շատ ես տեսողեցվե, Պլատինու, ինչ? պլատինու, Պլատինու, արդեն հատավ, ես ու պապան ենք խմում, հլնայք, ես ինչքան ժամանակ առանք, հա, կոֆե նատուրալն է, ռաստվայի, ատայն ծիրուններս, հանգիստ եղեք, ծանոթացեք, շփվեք, ալիք բացեք, դուք է վաստակեք ձեր եկամուտից, ինչ-որ մի բան կարող եք ձեռք բերել, բարև ձեզ, կծանոթանաք շատ լավ մարդկանց հետ, արդեն բարի գիշեր ես ասում, արդեն հաջողանը, այնպես որ ամեն ինչ փողով մեկ չափի, եւ ինչն էլ սկսում եք YouTube-ում, հատուկ փողի համար մեկ սկսի, որովհետեւ կհիասթափվեք ու շատ շուտ հաջողություն կասեք YouTube-ին, փողը առաջնային տեղում մեկ դասի ժողովուրդ, փողը այլ իսօր կա եկուս չկա, ոնց գալիս ան ինձ է գնում ա, շատ աղջիկներ են գրում, Աննա ջան ուզում եմ սկսեմ YouTube-ում, վախենում եմ, ամանչում եմ, մտածում եմ չի ստացվի, ամենավատ միտքը, որ գալիս է քո ուղեղում, դա չի լինելն է, այդ չի լինել քեզ սահմանափակում է ու դու ոչինչ չես կարողանում անել, իսկ եթե դու ասես ես կփորձեմ, արդեն ավտոմատ ուղեղդ աշխատում է, ոնց անես, ոնց սկսես, այսպես հա, արդեն տարածում է ստանում ուղեղում, թե դու ինչ պետք անես, ինչից պետք է ստեղծես, իսկ եթե դու ասում ես ես վախում եմ, ես չեմ կարա, ես չեմ ուզում կամ իմ մոտ չի ստացվի, չստացվել չկա, ոչ մեկնի մոտ էլ չստացվել չկա, ովքեր ես գործում առաջ են գնացել, բոլորի մոտ էլ սկզբնականում եղել է այդ կասկածները, բայց կոտրել են և անցել են գործի, այնպես որ անցեք, չլնելը, չի ստացվի, չեն նայի, չի դիտվի, այդ չեն հանեք ձեր կյանքից, ձեր մտքից, ձեր ուղեղից ու ամեն ինչ շատ լավ կստացվի։ Այն 18,000 ժամանակ էր, տաթևը ինձ գրել էր Աննա ջան, դու ասեցիր կմիանան։ Ես արևս քեզ ռեկլամ եմ արել, քո էջով կիսվել եմ, ցանկացողները կմիանան, չցանկացողներն չեն միանա։ Եթե 18,000 հոգուց քեզ ընդամենը միացել են 10 հոգի, այդ ամենա մեծ ձեռքբերումն է, որովհետև 10 հոգուց կարող են քեզ նույնիսկ միանալ 40, 50, 60 հոգի, 10 հոգին կարող է իր ընտանիքի անդամներին աբերում, այն մեկին աբերում ու գալիս են, մի անգամից չի լինում։ Իմ այս թիվս որ տեսնում եք, սենց 5-6 տարվա արդյունքն է, որ այսօր կա։ Այս իմս մի անգամից սենց չի բրցրացել, մի օրում ինձ միլիոնավոր բլոգերներ գովազ չեն արել, մի հոգի է ինձ, 1-2 հոգի են ինձ գովազ դարել բլոգերներից, մեկը գումարի դիմաց, մյուսն էլ որպես մենք մոտիկ շփվում ենք, այսպես որպես ընկերուհիներ եւ անուններ էլ չասեմ, որպեսզի չգնաք այդ մարդկանց կպնեք, ասեք ինձ գովազ դարա, հույսներ դրեք միայն ձեր վրա։ Մամա, հա ջան։ Ընդ է ապալես։ Տաթև ջան, կստացվի, հա։ Պուլտը նորը տեղ էր։ Ես որ 1000 հետևորդը չէի հավաքել, շատ է սրտնեղում, Ժորժ Հոպարը, որ ասում է վաղ մամա ջան համով ուտելիքներ է պատրաստում,
Իմ մեկնաբանության բաժնում գրեց Աննա ջան, 1000-ներ կանցնես, 10,000-ներ կանցնես, չմտածես, մոտ ամեն ինչ կստացվի։ Ու այսօր տեսնում եք փարկաստը մոտ ամեն ինչ ստացվել է։ Այնպես որ Տաթև ջան, հույսը չկոտրես, քո մոտ ամեն ինչ կստացվի, դու շարունակի աշխատել։ Ջանասիրաբար աշխատիր։ Ամեն օր կամ 2 օրը 1 կամ 3 օրը 1 վլոգներ ժամանակին տեղադրի եւ կտեսնես, որ քո ալիքն էլա ծաղկում։ Եթե մի օր պետք է տեղադրես, մի ամիս չտեղադրես, հետո նորից տեղադրես, այդ ալիքդ արդեն կարաս համարես, որ այնչի։ Պետքա գործ անես, որ հասնես արդյունքի։ Խմորը, որ մի անգամից անում ես, հենց այդ պայն թխում ես, չէ, պետք է ասպասես հասունանա, չէ, որ հունցես, նորից հասունանա, նոր թխես, նույնն ես այս գործն է։ Պետք է ասպասես, համբերատար լինես, աշխատես, 1000-ներ կանցնես, 10,000-ներ, 20,000-ներ ու առաջ կգնաս։ Ինձանից քեզ խորհուրդ չկոտրվես։ Ոչ չգիտեմ ինչ սարքեմ, գնամ գամ, խանութ շուշան հանեմ, տապակեմ կամ սիբեղ։ Ու այդպես հարցերը հաջորդ վլոգում կպատասխանեմ։ Այստեղ հիմնականում արդեն ծավալվեց YouTube-ը, թե գումար վաստակում են, թե չէ։ Այո, վաստակում են, աշխատեք, վաստակեք, ստեղծեք։ Եթե երեխաների հետ եք, տանն եք, կարող եք տանը ձեր բալիկների հետ գումար վաստակեք, ինչպես որ ես եմ վաստակում։ Ստեղծեք հետաքրքիր կոնտենտ եւ առաջ գնացեք։ Ու մեր վախենա, եթե չի եղնի, չեմ կարա, վախենում եմ, ամանչում եմ, այսպես ձեր ուղեղը կփակվի ու դուք ոչ մի բան չեք կարա այս կյանքում անել։ Ուղղակի կասեք չեմ կարա, ուզում եմ, բայց չի ստացվում, այդ լրիվ սուտ է։ Պետք է սկսես, որ ստացվի, ասվա ռիսկը գործի կեսն է։ Շարժվիր առաջ ու ամեն ինչ քո շատ լավ կստացվի։ Ոչ մեկին չնայես, ոչ մեկին չլսես, մենակ այն մարդկանց լսի, ով քեզ ասում է դու կարող ես։ Իսկ այն մարդկանց հեռացրու քո շրջապատից, ով միշտ ասում է դու չես կարա, քո մոտ չի ստացվի, հակառակը արա ու ապացուցի, որ դու կարաս։ Ոչ թե ապացուցի, դու արա, իրանք կտեսնեն, որ դու արդեն անում ես, դու կարաս։ Ինձ համար չեմ կարամը չկա, չեմ կարա, չկա, ես պետքա փորձեմ։ Կհաջողվի գործը կանեմ, չի հաջողվի, մեկ ուրիշ է փորձեմ, ես այդ ձև եմ։ Իսկ ով ինձ ասում է դու չես կարա, ես այն իմ բոլոր ուժերը ներդրում եմ, որ ես կարողանամ ու իրանք տեսնեմ, որ ես կարամ։ Դրա համար այս կյանքը թույլերին չի ընդունում, պետքա ուժեղ լինես, որ առաջ գնաս։ Մի փոքր էսպես խոսենք, շփվենք։ Այդպես, սիրուններ ջան։ Աշխատել ամոթ չի, ամոթն էնա, որ չես կարող ստեղծես ու նայում ես ով ինչ անում ու այսպես լարվում ես, հա, տվյալ մարդու դեմ ինչից է, որ ինքը կարա, ես չեմ կարա, ինչից է, որ ինքը կանի, ես չէ, ինքը փորձում է, մինչև դու քնածես, մարդը գիշերը աշխատում է։ Օրինակ ես ժամը 3-ին, 2-ին, 1:30, 12-ին, եթե ես իմ առջև ունեմ նպատակ, ես պետք է այդ գործը վերջացնեմ, մինչև ես չեմ անում, չեմ քնում։ Ես իմ ինչ ձեր պետք է հոգնած լինեմ, որ ասեմ լավ դե առավոտը մոնտաժը կանեմ կամ ես ինչ գործը կանեմ, կվերջացնեմ, նոր կքնեմ։ Իսկ եթե ունեմ, ես գիշերը ժամը 4-ին եմ քնել, ընդամենը 2 ժամ, բայց ես հասել եմ իմ նպատակին, հասել եմ նրան, որ իմ մոտ ամեն ինչ լավ ստացվի ու ստացվել է։ Աստված վերջի վերջո տենում է, էլի դու ինչ ես անում, ինչի համար ես այսպես խորացված աշխատում։ Փառք Տիրոջը, ես գոհանում եմ իմ Աստծուց, գոհանում եմ այն ամենի համար, ինչը որ ինքը տվել է ինձ, այն հնարավորությունների համար, որ ես կարողանում եմ վաստակել, ստեղծել, արարել, կարողանում եմ, ինչքան էլ դժվար լինի, ես կյանքում չեմ փողի, կյանքում չեմ ասի չունեմ, չկա, չի ստացվում, երբեք, հակառակը, այդ ամեն ինչ ինձ ուժ է տալի, որ ես ավելի այսպես առաջ գնամ, թեկուզ դանդաղ քայլերով, բայց ես գնում եմ իմ նպատակի հետևից, ինձ ոչ մեկ չի կարա հետ պահի,
դուք էլ հուսով եմ այս խոսքերս ձեզ կօգնեն ձեր մեջ ինչ-որ մի բան կփոխվի, մոմագործությամբ զբաղվեք, կավագործությամբ զբաղվեք, մայրիկներ ջան, ովքեր որ տանն են, մի 3-4 հազար ռուբլիներ դնում եք, մեկ հոգի կառնի, երկու հոգի կառնի ընթացքում կսկսեն առնել, խորացրեք ձեր գիտելիքները, ինչ-որ մի գործի մեջ, թեկուզ բլոգերությունով զբաղվեք, բլոգերությունն է բավականին մեծ եկամտաբեր աղբյուր է, հատկապես եթե արդեն աշխատում ես ռեկլամներ անել, այդ էլ լավ, այնպես որ բացեք ձեր ուրերի դռները, մտածեք, ռավոտից իրիկու ինչից սկսեք ու սկսեք, միջև դուրս որ մտածում ես, այն մեկ արդեն այսպես առաջ է գնում, դրա համար դու պետք է չմտածես, մի անգամից գործես։ Գնանք, Գյորգ։ Գնանք խանութ գանք։ Հա? Դու ուր ես գնում։ Ուր։ Դու տանը մնա մաման գնա քո համար կամպետ առնի կա։ Պապիկի մոտ մնա։ Պապիկի մոտ մնա մաման գնա քո համար մանդարին բերի պապայի հետ կա, հա։ Խի։ Հա։ Ի՞նչն է ապասնը։ Չեք պատկերացնի ինչ սիրուն ձմեռալը նայեք։ Ის ինչ սիրուն է։ Ის կոկոն ձմեռ ջուր բաս։ Լավ, կարոտել է։ Հա։ Ջոն, Ջոն։ Ուզում աֆաչե։ Գյորգյարի։ Հələ ինչ անեմ։ Ջուր բաս։ Հələ սելֆի անենք։ Հա։ Դե սպասի, տեղ եմ գնամ գամ կխաղանք։ Հա։ Հələ։ Հա։ Ես ինչ սիրուն ձմեռ աղջիկ ջան չեք պատկերացնի։ Իսկ կոկոն ձմեռ, ահա։ Ես երբ ես կոնոստեց։ Առավոտ չկար, այսինքն մի 2 ժամ առաջ։ Այն որ ասում եմ դրախտավայր, իսկական դրախտավայր աղջիկները, սլը տեսեք։ Սենց մի 2 բան փոխվի, հա։ Փոխվի լրիվ դրախտավայր, հլա։ Գնանք Գյորգի մեքենան մաքրենք։ Ես չէր տեսել, որ ոսքան նստել է։ Չնայած խորենը գնացել է, մենք էլ տանից դուրս չենք եկել։ Այ քիզ ձմեռ, անենց է ցուրտ ու ձեռն է սորով։ Ահա։ Վայ, մամա ջան։ Վայ, սաղ ջուրը, հլա։ Ոնց անեմ, որ ձևերը, չգիտեմ, Գյորգին գալտիկ ջղայնանա, որ ես ասի, սենց մոքրի, սպասեք, կյանքմս առաջ անգամ մեքենայի ձունը մոքրում։ Ահա։ Այ ձմեռ, բայց մեռնեմ աստծո զորությանը, նույնիսկ հետևորդներս գրել են, որ Աննա ջան, մենք այդ դեպքին ծանոթ ենք, լսել ենք, շատ հաճելի է, որ մենակ ես չգիտեմ, աստծո դերը մեր կյանքում պետքա առաջի տեղը լինի, պետքա Աստված առաջի տեղը լինի, հետո նոր մենք մեր պլաններով, հա, սենց ասում։ Եթե մարդը մի քիչ աստվածավախ եղավ, ինքը ոչ մի վատ բան, ոչ մեկին չի կարա անի, հատկապես ամենառաջինը իրան։
Աստվածավախ, Աստվածապաշտ պետք է լինենք, որ փրկվենք։ Համփալելա, վախնել եմ ձորտամ չտամ ճոք հասնում, ձորներս սորով, կենայի մեջ ունի ստակա ձերներս լավ ոնց պետացավ, բայց սիրուն ձմերա չէ, հանգիստ գալիս ահլը, մենք ոնց որ չտեսեղնենք, այս տարի լավ զյուն տեսանք, ոչ մի տարի սենց չի եղել, հլա ինչ սիրուն ա գալիս է, գնանք խանութ գանք, սիրուններս կարելի ա թեև վերցնել ու գալ դրսում վայելել։ Դրսում, քեզ հաթարադարձում։ Ինչ կլինի Գյորգի ջան։ Գնացինք։ Չեք պատկերացնի, այս ծառի համար որքան եմ խելագարվում, հատկապես որ մեր տան սենց դիմացն ա։ Անա ջան, դե մեր տան դիմացը ցավա տան լուսեն խանգարում։ Ահա, այս ծառի մասին ա խոսքը։ Բա ինչ է ասում, այդ ծառի համար գժվում եմ։ Հեքիաթների մեջ որ ցենց տուն կա, դեմը սիրուն ծառ կա, այդ տենց հեքիաթի եմ նմանացնում։ Չէ՞։ Հա։ Փապուգետ։ Հա, լավն ա։ Նու շատ տենց ծառաշ չի։ Ուղղակի պետք է շատ իրեղնես մարդ չլինի։ Չնայած տենեմ ես քուֆարերը։ Ես դապ չեմ տենում։ Դե բանը լաչում ակեմ չորքը։ Բացի հետ էլ իմ տեսողությունն ընկել է։ Սուսան տատիկն էլ Աննայանց տունն է, թանովապուր այնտեղ պատրաստում։ Պետք է մնա։ Չէ, գալի է։ Հա։ Զանգեր չէ։ Ահա։ Գալուս կմետի կարստնակը կամ պրծասկյանի։ Հա դե թանովապուրը շուտ է, փմ ծավարը պետք է այդվեր, բայց ինչ սիրուն ա գալիս սենց։ Իսկ ինչ առատություն ա։ Այս տարի ինձ թվում ա բերքի տարի կլինի։ Նու մրգի էլի ոչ թե բերքի։ Անցած տարի օրինակ մեզ համար բանջարեղենի տարի էր։ Մի հատ բայց սարի վրա բերք չկար, սենց ոչ ծիրան կար, ոչ մի բան բացարձակ։ Ինձ թվում ա այս տարի լավ կլինի։ Նախանցած տարվա ծիրանի ծառը։ Ինչ այդ ցոգոլը մարինատ է մարե, տիկին Հրաչուհիս ասածով, ընդամենը երկու բան կայա մնացել, սենց քիչ չանում համը տեսնում ենք ծիրանի։ Շատ համով էր, դելիկատես։ Եկեք ստեղից այսօրվա վլոգը վերջացնեմ ու ասնենք հաջորդ ալիքի վլոգը նկարահանեմ, հա, աղջիկներս։ Եթե չեք գտնում իմ հաջորդ ալիքը, գրեք, ես սիլկեն ձեզ կուղարկեմ, բայց ինչպես միշտ ես իմ երկու ալիքներում եմ կիսվում եմ իմ երկու ալիքներով։ Մեկի անունը Ան վլոգը, մյուսինը Աննա Մուրադյանն է, Աննա ֆամիլիա վլոգել է, մի խոսքով ֆամիլի վլոգ։ Երկու ձևն էլ արդեն դե գիտեք են մեկինը մեծ ալիքինը, փոքրն էլ շուտով էսա դառնում ենք 7000-ի կապակցությամբ չգիտեմ ինչ կարելի է մտածել, բայց ամեն դեպքում այսպես աննկատ չենք թողնի անցնի գնա, հա, քիչ է մնացել, ընդամենը 500 քանի հոգի ենք մնացել այնտեղ, որ դառնանք 7000։ Դե ինչ սիրուններս, այստեղ ձեզ պաչիկներ եմ ուղարկում, եկեք մյուս ալիք, շարունակվում է վլոգը, այստեղ անջատում եմ ու անցնենք հաջորդ ալիքի համար վլոգ նկարահանելու։